Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր կանրադառնամ V-Ray լույսերին եւ ստեղ տեղադրեմ ես մի հատ plane, մի հատ ստեղ թեյնիկ plane-ը մեծացնեմ իհարկե, մեծ տարածություն ունենանք եւ V-Ray plane light-ին, այսինքն արհեստական լույսերին, երկուսի գույնն դնեմ նույնը, այստեղ մոխրագույն. Այստեղից գալիս ենք երրորդ լույսերի վրա, սեղմում եմ, այստեղ V-Ray-ը ձեր մոտ ֆոտոմետրիկ կարող լինի, այս ցանկը բացում ենք, ընտրում ենք V-Ray, V-Ray-ից առաջինը V-Ray light եւ այստեղ ավտոկլիդը անջատում եմ, այստեղից այսպես միացնում եմ, դրեցի լույսը, այստեղ ես ինտերակտիվ ռենդեր կմիացնեմ, որպեսզի անընդհատ փոփոխություններ կատարելով ռենդերի ժամանակ տեսնենք փոփոխությունները միանգամից։ Այստեղ սեղմում եմ production render-ը գնում, ես անջատում եմ այստեղից, սեղմում այստեղ ինտերակտիվ ռենդերինգի վրա այս կանաչ սլակները ակտիվանում, նշանակում անդադար ռենդ ենք տեսնելու, մենք այս պատուհանը փակում եմ եւ այստեղ կամ այ modify-ի վրա եմ սեղմում, այստեղ ու այստեղ նայենք իր կարևոր ֆունկցիան է on-ը միացնել, անջատել, այստեղ միացած վիճակում ենք tone plane, մնացածներին հետո կանադառնամ, plane-ը, սֆերան եւ դիսկը լրիվ նույն լույսերն են, միայն ձևով են տարբեր, իսկ plane-ը այս որ դրել ենք, այսինքն ուղղանկյուն, սֆերան կլոր գնդաձև, դիսկը շրջանաձև, օղակաձև, ասենց ասեմ, մնացած կարգավորները լրիվ նույնն են, իսկ այստեղ դոմին ու մեշին կանադառնամ նորից, այստեղ ուրեմն target-ը այստեղ այդքան կարևոր ֆունկցիա չի, դրա ժամանակ չծախսենք, այստեղից length, հա, width, սա լույսի չափսերն է, այս չափսերը, սրանից հետո գալիս է այստեղ unit-ները, միավորները, ինչ լույսերի չափման միավոր է, սա լույսի մասին հատուկ առանցին թեմա է, որին չանդրադառնամ ես, multiplayer, լույսի ուժգնությունը, այսինքն ուժեղությունը լույսի, հա, այստեղից կարող եմ տալ ես, այսպես, ինչքան ուժեղացնել, թուլացնել, այստեղ 50 դրեմ, ես ուժգնության multiplayer-ի տակ տեսնում եմ color, նշանակում է, այսինքն ես կարող եմ գույն դնել լույսին, օրինակ, այսպես, տարբեր լույսերի գույն կարող եմ տեղադրել եւ դարձնում եմ սպիտակ իհարկե, այստեղից հետո color տարբերակի վրա որ սեղմում ենք, բացվում է նաեւ տեմպերատուրա, եւ տեմպերատուրան աշխատում է կելվիններով, Կելվինները, այսինքն 6500 է այստեղ դրված, նշանակում է չեզոք, նեյտրալ գույնն է, այստեղ ոչ տաքն է, ոչ պաղ է, այսինքն կելվինների պարագայում ինչքան թիվը 6500-ից բարձր է, այդքան պաղ է դառնում, օրինակի համար այստեղ դարձնեմ 8500 օրինակ, տեսեք գնալով կապույտ երանգ է ստանում, այստեղ ես դարձնում եմ իրեն 3500, տեսեք դեղնում է, այս կելվինների պարագան ես ստեղից 6500 եմ նորից թողնում, գալիս եմ տեմպերատուրան, փոխում եմ color-ով, անցնում եմ մյուս հատվածներին ծանոթանալու, այստեղ map-ի տեղ, այսինքն տեքստուրա կարանք տեղադրենք, bitmap, general image-ից ու այստեղ օրինակի համար ցանկացած տեքստուրա կարող ենք մեր լույսի վրա տեղադրենք, իհարկե այս լույսը որ ինչքան ուժեղացնենք, այդքան տեքստուրայի էֆեկտը կկորի, լույսը կուժեղանա, լույսի ուժեղանալ դեպքում, թույլի դեպքում տեքստուրան ավելի ցայտուն կլինի, այստեղ ես նորից դարձնում 50, տեքստուրան հանում եմ իր վրայից, այսինքն այս լույսով կարող ենք այս հեռուստատեսային ինչ-որ հեռուստացույց կամ էկրան, ինչ-որ պրոյեկտորի էֆեկտներ ստանալ կարելի է այս տեքստուրայի միջոցով, աջ կլիկով ջնջում եմ, թողնում եմ լույսը, անցնում եմ առաջ, այստեղ ունենք մենք directional light, ինչ է անում այս ֆունկցիան, ուրեմն
Այստեղ 0 է, այստեղ դրված ինչքան թիվը բարձրացնեմ, այդքան լույսը կհավաքվի, կդառնա ասենց պրոժեկտորի պես, ուղղորդված լիարժեք սուր եզրերով։ Ես այստեղի թիվը եթե բարձրացնում եմ 1, ամբողջացնում եմ, այստեղից արդեն կարող եմ մի թեթև իջացնելով բլար էֆեկտ ստանամ, այսպես բլար էֆեկտ ստանալ։ Այսինքն այս սրանով հետաքրքիր լուսային էֆեկտներ կարող ենք ունենալ։ Ես հետ եմ գնում, ստեղ զրոյացնում, այս եմ զրոյացնում, այս V-Rays directionally պատուանը այստեղ ծալում եմ, options բաժին եմ գալիս։ Options բաժնի մեջ այս exclude-ին վերջում անդառնամ, ինչ անում cast shadow-ն այստեղ անջատում եմ այսպես ինչքան ստվեր չի ունենում իմ առարկան այս լույսից ընկնելով։ Միացնում եմ դա, երկրորդ գործողությունը double sided, այսինքն իմ այս լույսը երկու կողմից լույս է արձակում double sided-ի ժամանակ, տեսեք։ Ես double sided-ը տեսնում եմ invisible, այսինքն անտեսանելի։ Ես լույսը աղբյուրը չեմ տեսնում, ասես միացնելով invisible անտեսանելի է դառնում, բայց լույսը կա։ Շատ օգտագործում ինտերիերի մեջ թաքնված լույսեր դնելու համար։ Դրանից հետո այս մնացածին ձեռք չենք տալիս, դրանք արդեն ինչ որ կա արդեն պատրաստի դրված, դրանց չենք անդառնում, հատուկ ինչ որ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Այստեղ գալիս եմ exclude-ին, ուրեմն ինչ անում exclude-ը, այստեղ exclude-ի մեջ մտնում ենք, այսինքն այն առարկան, որը որ ուզում ենք օրինակ լույս չլինի կամ ստվեր չլինի կամ ոչ լույս ոչ ստվեր, խանգարում է սցենայի մեջ, դա մեզ պետք չի, այս թիպը օրինակ նշում ենք կրկնակի քլիկով բերում ենք աջ կողմ, այս պահին նշանակված է, որ երկուսը ոչ լույս ոչ ստվեր, երկուսն էլ չունենա, օրինակ էսի OK եմ ասում, այստեղ random տալիս, տեսեք, իր վրա ոչ լույս է ընկել, ոչ է ինքը ստվեր ունի։ Ես անջատում եմ, իհարկե այս ինտերակտիվ ռենդերը շատ տեղերում լավ չի աշխատում, դրա համար ես անջատեցի նորից միացրեցի, ես վերադառնամ նորից exclude-ի բաժին, ասեմ, որ մենակ ստվեր չունենա, տեսեք, ինքը լույս կունենա, ստվեր չի ունենա։ Անջատում եմ սա եւ մի հատ էլ տեսնեմ մյուսը, այսին լույս ունենա, ստվեր չունենա, ստվեր լույս չունենա, ինքը ստվեր ունենա, OK եմ տալիս, ասում rend, տեսեք լույս ջիրա վրա չի ընկնում, բայց ստվեր ունի ինքը։ Քիչ է օգտագործում, բայց ամեն դեպքում ցույց տվեցի, այստեղից վեր բարձրանամ եւ ցույց տամ, թե ինչ են անում, ինչով է տարբերվում մյուս լույսերը։ Օրինակ plane-ից հետո dome-ը, դա համատարած լուսավորությունն է, նայեք։ Այս plane-ը, եթե ես plane-ը այստեղից hide selection տամ ու render տամ, համատարած լուսավորություն է, ու սա բանը, ասենց ասեմ, լույսի աղբյուր, որպես այդպեսին չի երևում, կապ չունի սցենայի մեջ որտեղ է դրված V-Ray dome light-ը, ինչպես է դրված, ինչ ձևի, ինչ հեռավորության մեջ, համատարած մի ձևի, մի լուսավորություն ինքը ցույց է տալիս, կարելի է այստեղից գույնը փոխել, օրինակի համար լրիվ ուրիշ գույնի ֆոնի վրա rend անել։ Dome light-ը այս օգտագործումը որոշ ժամանակ HDRI կարտաների հետ աշխատելու պարագայում։ Այստեղ dome light-ից հետո գանք սֆերան, ինչա սֆերան։ Տարբերվում plane-ից ընդամենը նրանով, որ ինքը իհարկե այստեղից unhide all-ով հետ բերենք այս մեր plane-ը եւ ինտերակտիվը միացնենք։ Սֆերան նույն շարիկաձև, ասենց կլոր, գնդաձև բանը լույսն է, որն շատ տեղադրում ենք ջահերի վրա, այդ մոմերի փոխարեն, այսինքն իրան ասում ենք invisible, օրինակ, եւ տեղադրում ենք ինչ-որ լուսամփոփների մեջ, հա, նմանատիպ լույսի տեսակների ժամանակ։ Մնացած բոլոր պարամետրերը նույնն է, ինչ որ ունի V-Ray plane light-ը։ Այստեղ լույսի գույնն եմ փոխել, որովհետեւ դրա համար ցայտուն չի երևում, ուժգնությունը շատացնում եմ, ինքը կետային լույս է։ Այս պահին իրան invisible եմ տվել, միացնում եմ իրան կետային, տեսեք,
գնդաձև լույսը։ Ես իրեն փոխեմ սֆերան էլ դարձնեմ ստեյս disc-light, վերջում mesh-ին կանադառնամ, disc-light-ը ինչ է անում, սենց օղակաձև ինքը, այ սենց իհարկե շատ սիրուն է նայվում այս directional-ը projector-ի էֆեկտը, այս dome light-ը, որ սենց իրեն միացնեմ, մի հատ անջատեմ, այ սենց այս ինտերակտիվ ռենդերը շատ պրոբլեմներ է տալիս, այս մի քիչ քչացնեմ, շատացնեմ, ի դեպ մոտեցնեմ մի քիչ ավելի շատ, միայք ավելի հետաքրքիր է շրջանաձևի, օղակաձևի պարագայում, այս մինչև այսենց, սիրուն է նայվում, ի դեպ excluding-ի միջից չենք հանել, դրա համար լույս չէր ընդունում իր վրա, այս ստեղից հանեցինք, այս մեր չայնիկը, որ ստեղ արդեն ունեցավ լույս և լույսև ստվեր, այսինքն ստեղից դիսկն էլ տեսանք, թե ինչ է անում և ստեղից այս պարագայում direction-արն էլ ենք փոխում, վերադառնում ենք նույն վիճակին և ուժգնությունը մի քիչ ավելացնեմ, Virey disc light, հասկանանք ինչ է անում Virey mesh light-ը, եթե ես այստեղ mesh light դնեմ, սենց կուբիկաձև քառակուսի ինքը լույսի աղբյուր է, բայց ինքը դադարում է լույսի աղբյուր դառնալուց, երբ որ մենք ուրիշ մի հատ օբյեկտի վրա ենք իր ուժգնությունը, իր ֆունկցիաները տեղափոխում, այսինքն օրինակ ստե ես ունեմ line, սենց գծած, և այս line-ին ասեմ, որ օրինակ հաստություն ունենա, իրան դարձնեմ edit poly, որպես անպայման պետք է դարձնեմ edit poly, ու մի հատ էլ ուրիշ օրինակ սվեր, box դնեմ օրինակ, մի հատ ստեղ, չունջում դա առարկա, այսին ցանկացած առարկայի, եթե ես mesh light-ի միջից, օրինակ այստեղ նա պատուհան ունի, որ չունեն մյուս լույսերը, general-ը փակում եմ, mesh light-ի պատուհան, այստեղ կա pick mesh, ասում է, որ այստեղ pick mesh-ի վրա սեղմում եմ, հետո սեղմում եմ ցանկացած ուրիշ օբյեկտի, որի վրա սեղմեցի, այդ օբյեկտը դառնում է լույս, ինքը անհետանում է, այս mesh light-ը անհետանում է, դառնում է օրինակ այս box-ին լույսը։ Այս box-ի վրա նշանակվում է բոլոր լույսերի կարգավորումները, կարող ենք սրանց գույներ փոխել, ինչ որ կա այստեղ լույսերի մեջ արդեն տեղափոխվում են այդ օբյեկտի վրա։ Ես այստեղ այս LED լույսերը, որ հաճախ տեսնում ենք փողոցներում, այդ լույսի էֆեկտը հենց այս mesh light-ով ենք ստանում։ Օրինակի համար նորից մի հատ այս լույս դնեմ, Virey light, այսի արդեն mesh-ն է մեջից դրված, դրա համար ինքը mesh դրեց և սրան ասեմ այս modify-ի բաժնից mesh light-ը pick mesh և նշանակեմ այս իմ գծած line-ին վրա։ Նայեք, տեսեք ես LED լույսի էֆեկտ եմ ստանում ես։ Ուժեղացնեմ, արդեն multiplayer-ից ու կարամ փոփոխություններ կատարեմ։ Այսքանը արհեստական լույսերի Virey light-ի մասին։ Այսքանը հաջողություն։